Գյումրին խզեց քաղաքացիական պայմանագիրը։ Վարդան Ղուկասյանը կդառնա Գյումրիի քաղաքապետ։ Տևական լռությունից հետո այսօր Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ տալու մասին հայտարարել է նորընտիր Ավագանու երրորդ ամենամեծ ուժը։ Մեր քաղաքադաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը իր քաղաքական անցած ճանապարհի ամենաբարդագույն ու ծանր որոշումն է անվանել սա։ Եվ այսպես, մեր քաղաքը դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին առանց որևէ պաշտոնի ակնկալիքի եւ որևէ պայմանավորվածության։ Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է Գրիգորյանի որոշումը սպասելի էր եւ հաստատում է մեր քաղաքադաշինքի առաջնորդի համար իսկապես ծանր է եղել այս որոշումը։ Ավելի խորքային գիտենալով Ղուկասյան Գրիգորյան ընտանիքների հագասությունների մասին կարող եմ ասել, որ սա սարսափելի ծանր որոշում է եղել նրա համար։ Երկու ընտանիքների անձնական խնդիրները չեն խանգարելու քաղաքական գործընթացներին, այս մասին նախակառուցչական եւ հենց քարոզչության շրջանում հայտարարել են թե Վարդան Ղուկասյանը, թե Մարտուն Գրիգորյանը։ Գրիգորյանն այսօր վերահաստատել է սա։ Ես իմ անցած ճանապարհի ընթացքում ապացուցել եմ, որ ինձ համար մեր երկրի, մեր քաղաքի ու մեր գյումրեցիների ընդհանուր շահը գերադասել եմ անձնական շահերից եւ մոտեցումներից։ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումից հասկացվում է, որ նա ԿՊ-ի վերարտադրությունը կանխելու համար ձայներ է ապահովում Վարդան Ղուկասյանի համար, բայց դա չի նշանակում, որ միանում է նախկին եւ արդեն ապագա քաղաքապետին եւ նրա հետ քաղաքական պատասխանատվություն է կիսելու։ Քաղաքապետի ընտրության պահով Մարտուն Գրիգորյանը կատարեց իր շատ դժվարին քայլը, բայց դա չի նշանակում, որ վաղը մյուս օր իր 6 ավագանիների դիրքորոշումը պետք է լինի այնպիսին, որ բավարարի Գյումրու քաղաքապետին։ Մարտուն Գրիգորյանը իր գրառմամբ նաև տեղեկացնում է, որ հետընտրական զարգացումների իր նախընտրելի տարբերակը Ռուբեն Մխիթարյանի կամ Կարեն Սիմոնյանի թեկնածությունն առաջադրելն էր, քանի որ Ղուկասյանը ըստ նրա ամենախոցելի թեկնածուն է։ Հիմա իրավիճակը այսպես ստացվեց, որ եւ Ռուբեն Մխիթարյանը եւ Կարենը Սիմոնյան ընտրություններից անմիջապես հետո շատ արագ հայտարարեցին, որ միանում են Վարդան Ղուկասյանին եւ մեխանիկորեն գնդակը հայտնվեց Մարտուն Գրիգորյանի դաշտում, Մարտուն Գրիգորյանը կատարեց ամենակարևոր որոշումներից մեկը, ինքը վեր կանգնեց անձնականից, վեր կանգնեց Գյումրի քաղաքից եւ ավելին ինքը ավելի պետական մտածելակերպ դրսևորեց։ Մարտուն Գրիգորյանը նաև շնորհակալություն է հայտնում իրեն վստահողներին, շնորհավորում աջակիցներին։ Մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ ԿՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ։ Ընդդիմության հաղթանակը ըստ քաղաքագետի հեշտ չեն ընդունելու ԿՊ-ականները։ Նիկոլ Փաշինյանը սա հանգիստ չի մարսելու, եթե ոչ հենց այսօր, ապա մոտակա օրերին ինքը իրեն բնորոշ ոճով կսկսի այն պահած տատիկի թոշակի տակ պահած քրեական գործերը, ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ նյութերը հանել եւ պարտադրել իր գրբանային իրավապահ համակարգին։ Քաղաքացիական պայմանագրի շարքերից պարտության ձայներ են լսվում։ Խորհրդարանում ԿՊ խմբակցության քարտուղարը ֆեյսբուքում գրել է, թե թասիբով գյումրեցին պետք է գնահատական տա քրեական գործերը շալակած Վարդանիկին խաբեությամբ քաղաքապետ դարձնողներին, ըստ էության ակնարկելով սպասվող իրավական գործընթացների մասին։ Նորընտիր Ավագանու ընդդիմադիր ուժերից Մայր Հայաստանի թեկնածու Կարեն Սիմոնյանը շնորհավորում է ընդդիմության հաղթանակի առիթով։ Շնորհավորում ենք բոլոր գյումրեցիներին, որ քաղաքացիական պայմանագիրը չկարողացավ վերարտադրվել եւ իշխանազրկվեց, եւ կոչս բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի միավորվենք, փորձենք ընդհանուր կարողանանք քաղաքը ճգնաժամից դուրս բերել, պառակտմանը վերջ տանք եւ կարողանանք օգուտ տալ մեր ստացած մանդատներով Գյումրի քաղաքին եւ գյումրեցիներին։ Իմ հզոր համայնքի առաջին համար Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքում է շնորհավորանք հրապարակել։ Գյումրիում եւ Փարաքարում ԿՊ-ն ստացավ այն պատասխանը, որին արժանի էր, գրել է Մխիթարյանը։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։